Ներում է շնորհում, ուրեմն կարգը հետևյալն է, եթե կալանավորը կալանավայրում չի ունենում խախտումներ և որոշակի ժամկետ ինքը արդեն սպառում է, նստածել կալանավայրում, կալանավայրի ադմինիստրացիա ներկայացնում է այդ մարդուն վաղաժամ ազատման և վաղաժամ ազատման այդ հանձնաժողովը այդպես կոչված անկա, որոշում է կայացնում, ազատել թե չազատել։ Այնուհետ այդ որոշումը գնում է դատարան և դատարանի որոշումով արդեն ազատ է արձակվում։ Հիմա տեսեք այս մեր օրենքի բաց թողումները։ Բաց թողումն ասելով ինձ թվում է սա հենց դիտավորյալ էլ արված է, որ այդ հանձնաժողովը ծառայի ոչ թե քաղաքացուն, հասարակությանը, այլ ծառայի կոնկրետ մարդկանց, որ հրանք կտա իրենց այս անձին բաց թողել կամ բաց չթողել։ Ինչ է կատարվում իրականում։ Ուրեմն քաղաքացին կալանավորը կամ իր ներկայացուցիչը իրավունք ունի բողոքարկել ադմինիստրացիայի որոշումը, կալանավայրի ադմինիստրացիայի որոշումը դատարանով, եթե նա ժամկետին կամ ոչ պաշտ ձևով չի ներկայացնում նրան ազատ արձակում։ Գնում է ուրեմն հանձնաժողով։ Հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն։ Մեկ էլ նորից երրորդ է մյուս փուլը, դատարանի որոշումը կարող ես նաև բողոքարկել։ Այսինքն ստացվում է, որ կալանավայրի ադմինիստրացիան պաշտ ձևով իր պարտականությունները կատարում է, կոնկրետ ես Վալոդյա Ավետիսյանի դեպքով եմ ասում, որպեսզի չկարողանա նա բողոքարկել։ Եվ գործը չի հասնում դատարան, որովհետև հանձնաժողովը մերժում է։ Եվ այստեղ մենք ունենք մի հատ անդունդ, ինչու համար է մերժում, ինչ պետք է անի կալանավորը, որ հաջորդ անգամ 3 ամիսը մեկ իրավունք ունեն ներկայացնել, որ հաջորդ անգամ չմերժվի, ոչ մի մեկնաբանություն։ Այսինքն մենք ունենք մարդու ճակատագրի հետ կապված մի գործառույթ, որը ընդհանրապես չի լուսաբանվում և ոչ մի իրավունք չկա այդտեղ։ Այսինքն մարդը, երբ որ դատապարտվում է, այնտեղ գոնե ինստիտուցիոնալ ձևով գոնե, դատարաններում կա մեղադրող կողմ, պաշտպանող կողմ, հնչեղություն, լրագրողները կարող են ներկա լինել, ապացուցողական բազա, եթե անգամ կեղծված վճիռ է տալի ինչ-որ մի 10 էջի վրա հիմնավորում է, թե ինչի համար է այս մարդը դատապարտվում, բայց հանձնաժողովի որոշումները 4 բառեր են, մերժել կամ բավարարել։ Մի բառի տակ դու կարող ես հասկանալ, թե ինչու համար մերժել։ Անհնար է, սա ուրեմն երբ որ այս օրերին կարծես թե sense թվում է թե երկրում կոռուպցիայի դեմ պայքար են մղում, բայց իրականում այս հանձնաժողովը ինքնին հենց կոռուպցիայի ոչ թե ռիսկային գոտի է, այլ հենց կոռուպցիայի բուն կիզակետն է, որտեղ կարող ես ցանկացած դեպքում, ասենք եթե ունես լավ կապեր, գումարը տաս եւ ազատել եւ չմեկնաբանեն ինչի համար են ազատում։ Կամ եթե քա բանտարկյալ է, վերևից հրանգը գա, ազատել կազատեն, չազատել ուրեմն չեն ազատի։ Ուրեմն նման որոշումներ կայացված են նախորդ 3 անգամը, անցյալ տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ որ Վալոդյա Ավետիսյանը առաջին անգամ վաղաժամ ազատման ներկայացել էր, հենց ուղիղ այդպիսի պատասխան ստացանք, հետո 3 ամիս անց հետո եւս 1, 3 ամիս անց եւս 1, հիմա արդեն 4-րդ անգամ է։ Ընդ որում ես երեք հաջողվեց ինձ այնուամենայնիվ Վալոդյա Ավետիսյանի հետ որոշակի ինֆորմացիա ստանալ իրանից, ասեմ, չասեմ կապնով եմ ուղղակի, այլ ինֆորմացիա ստանալ։ Ըստ երևույթի այս հացադուլը վերաբերվում է ավելի շատ նախորդ հացադուլին, ինչքան հիշում եք, նախորդ անգամ էլ ինքը հացադուլ հայտարարել եւ որոշ պաշտոնյաներ, թե գլխավոր դատախազությունից, թե պետական կառավարման օղակներից, ուրեմն ներկայացել էին Վալոդյային եւ խոստացել էին, որ այո, կա որոշակի բացթողումներ օրենսգրքում, որը անպայման կուղղվի եւ որոշակի աշխատանքներ կտարվեն։ Բայց ինչպես մենք տենում ենք, ամիսներ են անցել եւ ոչ մի բան չի ուղղվել, ոչ մի բան անգամ նախաձեռնություն չի կատարվել այդ ուղղությամբ, որ ասենք ուղղեն, ինչ-որ մի բան փոփոխեն այդ հանձնաժողովի աշխատանքների բնույթը փոխվի կամ ինչ-որ բան։ Ուստի Վալոդյա Ավետիսյանը ստեղ ես ասեմ ոչ թե ավելի շատ պայքար է տանում անձամբ իր անձի համար ազատ արձակվելու, այլ նա ոնց որ երկրում ինստիտուցիոնալ կարգը, այսինքն ճիշտ մարդու իրավունքներին ծառայելու համար պայքար է տանում։